Հարուստ հորաքույրս Սաթենիկը ինձ 89 միլիոն դոլարանոց կայսրություն թողեց, բայց կար մի պայման. ես պետք է նրա հուղարկավորության ժամանակ հրապարակավ բացահայտեի ընտանեկան մի գաղտնիք։ Երբ փաստաբանը ինձ փոխանցեց կնքված ծրարը, հայրս Վարդավնը փորձում էր ժպտալ, բայց այն պահին, երբ ես կոտրեցի մոմակնիքը, նա հազիվ լսելի ձայնով փսփսաց. «Մի արա դա»։ Ես կարդացի առաջին տողը և արյունս սառեց երակներումս։ Հուղարկավորությունը, որին բոլորը սպասում էին որպես վճարման օրվա։ Մեր ընտանիքում ոչ ոք բարձրաձայն չէր տալիս Սաթենիկ հորաքրոցս անունը։ Բարդ բնավորություն, սառը, անտանելի, այլ խոսքերով ասած, նրան հնարավոր չէր կառավարել։ Նա իր կայսրությունը ստեղծել էր զրոյից, անշարժ գույք, մասնավոր հիմնադրամներ, որոնք լռելյան օգնում էին դպրոցներին ու հիվանդանոցներին։ Նա երբեք չամուսնացավ, երեխաներ չունեցավ, բայց նա միշտ հիշում էր ինձ։ Երբ փոքր էի, նա ինձ խաղալիքների փոխարեն գրքեր էր ուղարկում։ Ուսանողական տարիներիս նա վճարում էր ուսմանս վարձը, լռելյան, առանց գովազդի։ Իսկ երբ հայրս մի անգամ փորձեց նսեմացնել ինձ, ասելով, թե անիտանի ես, Սաթենիկը զանգեց նրան ու ասաց. «Եթե մի անգամ էլ այդպես խոսես եղբորդ աղջկա հետ, կզղջաս»։ Հայրս այդ զանգից հետո ծիծաղեց, բայց դա վստահ մարդու ծիծաղ չէր, նա ջղայնացած էր։ Եվ ահա, երբ Սաթենիկը մահացավ, ողջ տոհմը հավաքվել էր, սևազգեստ և ագահ հայացքներով։ Գրքախառնությունները կեղծ էին, արցունքները բեմական։ Հայրս սեղմեց արմունկս, երբ նստած էինք առաջին շարքում։ «Սուս մնա», շշնջաց նա, «թող փաստաբանը զբաղվի գործով»։ Այդ պահին տեղից վեր կացավ փաստաբանը, պարոն Բարսեղյանը։ Նա բացեց թղթապանակը և ասաց. «Սաթենիկ Ստերլինգի կտակը պարունակում է մի պայման, որը պետք է կատարվի նախքան հիմնական ժառանգորդի կողմից մասնաբաժին ստանալը»։ Հորս շուրթերին ժպիտ հայտնվեց, բայց աչքերը մնացին սառը։ Փաստաբանը շրջվեց դեպի ինձ և տվեց կնքված ծրարը, մուգ մոմակնիքով, որի վրա հորաքրոջս ծերագրով գրված էր իմ անունը։ «Օրիորդ», հանգիստ ասաց նա, «դուք հանդիսանում եք Սաթենիկի ողջ կարողության հիմնական ժառանգորդը, որը գնահատվում է մոտ 89 միլիոն դոլար»։ Դահլիճում բոլորը մեկ վայրկյան շունչները պահեցին։ Մարդիկ ուղեցին մեջքները։ Զարմիկներս նայում էին ինձ այնպես, կարծես ես նրանց թալանել էի։ Բայց փաստաբանը հավելեց. «Սակայն կտակը պահանջում է, որ ծրարի պարունակությունը բարձրաձայն ընթերցվի հենց այստեղ, այսօր»։ Սենյակում տիրեց մահացու լռություն։ Հորս ժպիտը դողաց։ «Դրա կարիքը չկա», շշնջաց նա։ Ես նայեցի նրան և տեսա մի բան, որը նախկինում երբեք չէի նկատել. վախ։ Ոչ թե փողերը կորցնելու վախ, այլ վախ այն բանից, ինչ հորաքույրս թողել էր ինձ, փողից բացի։ Մոմակնիքը։ Ես կոտրեցի կնիքը։ Հայրս կռացավ դեպի ինձ, ձայնը դողում էր խուճապից. «Մի արա դա»։ Նրա դեմքը դարձավ գունատ ինչպես ծավանը։ Ես բացեցի նամակը, նայեցի առաջին տողին և զգացի, թե ինչպես է սիրտս վայր ընկնում։ Որովհետև ծրարի մեջ նվեր չէր, այնտեղ զենք էր։ Առաջին տողը։ Ես մի խորը շունչ քաշեցի և բարձրաձայն կարդացի. «Եթե դու սա կարդում ես, նշանակում է ես այլևս ձեր կողքին չեմ, և հայրդ այլևս չի կարող կանգնեցնել ճշմարտությունը»։ Դահլիճի մյուս կողմում հայրս նայում էր ինձ այնպես, կարծես ես դանակ էի բարձրացրել նրա վրա։ Փաստաբանը նույնիսկ աչքը չթարթեց, միայն գլխով արեց. «Շարունակիր»։ Ձեռքերս դողում էին, բայց ես շարունակեցի։ Հայրդ այն մարդը չէ, ում տեղներ իրեն ներկայացնում։ 1994 թվականին նա փոխել է իր ինքնությունը ֆինանսական հանցագործության հետաքննությունից հետո և ապօրինի կերպով ընդունել ստերլինգների ազգանունը։ Սրահով մեկ զարմանքի ու սարսափի շշուկ անցավ։ Հորեղբայրս տեղից վեր թռավ. «Սա խենթություն է», գոռաց նա, բայց նամակը չէր լռում։ Նա կեղծ հիմունքներով է ամուսնացել այս ընտանիքի հետ, օգտագործել է կեղծված փաստաթղթեր գույքին տիրանալու համար և լռեցրել է բոլոր նրանց, ովքեր համարձակվել են հարցեր տալ։ Ես պահել եմ բոլոր ապացույցների պատճենները։ Ստամոքսս սեղմվեց։ Նամակի հետևում ամրացված էին փաստաթղթեր,
դատական որոշումներ, անվանափոխության թղթեր, բանկային փոխանցումներ, այնպիսի ապացույցներ, որոնք թքած ունեն ժխտումների վրա։ Հայրս տեղից վեր թռավ. «Դադարեցրու»։ Նա գժվել էր. «Սա սուտ է»։ Փաստաբանի ձայնը հնչեց ինչպես կացնի հարված. «Պարոն, նստեք»։ Փաստաթղթերը վավերացված են։ Հորս դեմքը ծամածրվեց կատաղություն, խուճապ և ամոթ, իսկ հետո ես հասա հաջորդ տողին և կոկորդս չորացավ։ Ամենավատը այն չէ, ինչ նա գողացել է, այլ այն, ինչ նա թաղել է։ Փողերի տակ թաքնված գաղտնիքը։ Ես կուլ տվեցի թուքս և շարունակեցի. 1998 թվականին այս ընտանիքում երեխա է ծնվել, երեխան շաբաթների ընթացքում անհետացել է, հայրդ գիտի ինչու, և մայրդ նույնպես գիտի։ Դահլիճում շնչառությունը կանգ առավ։ Մայրս, Անահիտը, որը նստած էր երկու շարք հետևում, մի թույլ, կոտրված ձայն հանեց։ Այդ պահին ես հասկացա, սա ժառանգության մասին չէր, սա ջնջված կյանքի մասին էր։ Հորս ձայնը խրպոտեց. «Խնդրում եմ»։ Ոչ թե որովհետև նա սիրում էր ինձ, այլ որովհետև նա ուզում էր, որ ճշմարտությունը մնար այնտեղ, որտեղ ինքը թաքցրել էր, խորը, լուռ ու անձեռնմխելի։ Բայց Սաթենի քորաքույրս ընտրել էր հենց այն միակ պահը, որը նա չէր կարող կառավարել՝ սեփական հողարկավորությունը։ Բոլորի աչքի առաջ։ Մայրս վեր կացավ։ Մի վայրկյան ես իջեցրի թղթերը։ Հետո մայրս վեր կացավ, դանդաղ, կարծես ուսերին աշխարհի ծանրությունն էր։ Նա չնայեց ինձ, նա նայեց հորս, և նրա հայացքի մեջ ոչ թե բարկություն էր, այլ մի ամբողջ կյանքի վախ, որն այլևս թաքնվելու տեղ չուներ։ «Էլ չեմ կարող», շշնջաց նա։ Հորս ձայնը սուր դարձավ. «Մի համարձակվիր»։ Բայց հիմա բոլորը նայում էին նրանց։ «Սաթենիկը ճիշտ էր», ասաց մայրս։ «Ես թույլ տվեցի, որ դա տեղի ունենա»։ Սրահում իրարանցում սկսվեց. շոկ, անհավատություն, սուգ։ Փաստաբանը առաջ եկավ. «Տիկին, դուք հասկանում եք, որ ձեր աստվածը պաշտոնական հետաքննություն է պահանջում»։ Մայրս գլխով արեց, արցունքները հոսում էին դեմքով։ «Գիտեմ»։ Հրահանգը։ Ես նայեցի նամակի վերջին տողերին ու կարդացի. «Երբ ավարտես ընթերցումը, փոխանցիր ապացույցների փաթեթը փաստաբանիս և պահանջիր անհապաղ զեկուցել համապատասխան մարմիններին։ Մի բանակցիր, մի ընդունիր ներողություն, թույլ մի տուր, որ նրանք վերագրեն պատմությունը»։ Ես զգուշությամբ ծալեցի թղթերը։ Ձայնս ավելի ամուր էր հնչում, քան ես զգում էի։ «Զեկուցեք ոստիկանությանը»։ Հորս դեմքը քարացավ. «Դու կործանելու ես այս ընտանիքը»։ Ես նայեցի նրա աչքերի մեջ. «Դու արդեն կործանել ես այն, երբ որոշել ես, որ մարդիկ ավելորդ իրեր են։ Այսօր պարզապես այն օրն է, երբ բոլորը վերջապես տեսան քո իրական դեմքը»։ Այդ օրը ես ինձ ժառանգորդ չզգացի, ես ինձ վպա զգացի և հասկացա, թե իրականում ինչ է թողել ինձ հորաքույրս։ Ոչ միայն կայսրություն, այլ պատասխանատվություն, որովհետև փողը կարելի է ժառանգել, բայց ճշմարտությունը պետք է ընտրել։